Գազագողության դեպքով բարձրաձայնել ժողովուրդ օրաթերթը, մասնավորապես թե ինչ է կատարվում գազագողության ոլորտում։ Արդյունքում ներքին գործերի նախարարը ընթացք տվեց դեպքին։ Գործը հասավ քննչական կոմիտեի, ես ուզում եմ ընթացքը ցույց տամ, հետագայում արդեն քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունից պարտացավ բանդիտները փախել են։ Պարոն Պողոսյան, դուք պատասխանատվություն կրում եք, ինչու դուք ուշացրեցիք, որ բանդիտները փախան։ Օրինակ Էդգար Ղազարյանը, որը հասարակական քաղաքական գործիչ է, մի հայտարարություն արել, իր սեկտը անմիջապես փակվել է։ Մինչդեռ բանդիտները կարողացան մեր երկրից ճողոպրել ու փախնել։ Դուք պատասխանատվություն կրում եք կոնկրետ բանդիտների փախուստը չկարողանալու կանխելու մասով։ Ես պատասխանատվություն ընդհանրապես կրում եմ այն պահից սկսած, երբ որ ստանձնել եմ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Սա մեկ։ Այդ ժամանակ դուք կոմիտեի նախագահն եք, պարոն Պողոսյան։ Դրա համար շեշտում եմ։ Տիկին Մանուկյան, ձեր մատնանշած դեպքերը ըստ էության գազագողության հետ կապված դեպքեր է։ Նախ եկեք մենք իրադարձությունները, ես գործի առանձին հանգամանքների հետ կապված եկեք այս ձևաչափով ես չեմ պատրաստվում որևիցե քննարկում ունենամ, այսինքն մատնանշեմ քրեական, անդրադառնամ քրեական վարույթով առանձին փաստերի, բայց որպեսզի ձեր հարցին նաև սպառիչ պատասխան տամ։ Առաջին մենք ըստ էության դուք մատնանշում եք, որ ոստիկանությունը, չէ, նշեցիք առիթը, դա անուններ էի ես տվել։ Այո, Տիկին Մանուկյան, դա այլ վարույթի մասին է խոսքը, այդ վարույթով գազագողության դեպք չկա։ Դա վերաբերվում է ձեր մատնանշած վարույթը, վերաբերվում է, երբ որ տեսուչներին չէին թույլատրել մտնեին եւ ստուգումներ իրականացնեին։ Դա առանձին, դա գազագողության ձեր մատնանշված այդ բառով եմ նշում, որպեսի պարզ լինի, գազագողության հետ կապված ընդհանրապես դրա հետ կապ չունի այդ վարույթը, որը որ ավելի վաղ էր նախաձեռնվել։ Այս մեկ, բայց մենք ունենք եւս երկու վարույթներ, որոնք նախաձեռնվել են օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում։ Մի վարույթը վերաբերվում է ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթին, մյուսը վերաբերվում է պետական եկամուտների կոմիտեի կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում ստացված տվյալներին երկու առանձին վարույթներ ունենք։ Այսինքն, այն առաջի վարույթը, որը որ դուք անընդհատ նշում եք եւ որակում եք բանդիտներ եւ այլն, այդ վարույթի հետ ընդհանրապես կապ չունի։ Այս երկու վարույթները, որոնք ավելի ուշ փուլում են նախաձեռնվել, այս վարույթում վարույթ իրականացնող մարմինը ըստ էության քննչական անհետաձգելի գործողություններ կատարելա։ Դուք տեղյակ եք, որ գազալցակայաններ կան, բազմաթիվ գազալցակայաններ, որոնք քննչական գործողությունների կատարման արդյունքում կապարակնքվել է, վարույթ իրականացնող մարմինը ըստ էության իր որոշմամբ արգելել է գործունեությունը, արգրավել է որոշակի առարկաներ, այսինքն այս արդյունքում գլուխները չկան, պարոն Պողոսյան, թույլ կտակ ավարտել, թույլ կտակ ավարտել։ Այս վարույթներով հսկայածավալ քննչական գործողություններ են կատարվել, երբ որ վարույթով արդեն իսկ ունեցել ենք բավարար փաստեր, բավարար ապացույցներ, որոնք հիմք կտային, որպեսզի անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցվեր, քննիչը, պատշաճ, ժամանակին միջնորդություններ են ներկայացրել համապատասխան անձանց դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ որոշումներ կայացնելու վերաբերյալ։ Ստացել ենք այդ միջնորդությունները, հետապնդման որոշումները եւ ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցներ, որպեսզի այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցվի։ Դրանից հետո ըստ էության պարզել ենք, որ որոշակի անձինք մինչև վարույթ նույնիսկ նախաձեռնելը լքել էին Հայաստանի Հանրապետության սահմանը։ Այսինքն մենք չէինք չէ կանխատեսեինք, մինչև չունենանք, այսինքն մենք գործում ենք, մեր գործողությունները պետք է լինի օրինական։ Եվ ամենակարևորը քննիչը չի կարող առանց համապատասխան կարգավիճակի արգելի անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից։ Երբ որ ունեցել են քրեական հետապնդման մասին որոշումները, բազմաթիվ անձանց, այդ թվում նաև գործող ընկերությունների, տնտեսվարողների, տնօրենների, աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդումներ է հարուցվել։ Ձեր մատնանշած վարույթներով ունենք կալանքի տակ գտնվող անձինք, ունենք տնային կալանքի տակ գտնվող անձինք եւ ունենք կներեք, դե ես նշեցի, չէ, որ մինչեւ վարույթ նախաձեռնել եք, կներեք էլի, ասենք դուք ձեր պնդումներն եք անում։ Դուք ձեր պատասխանատվությունը չի, դուք ժամանակին եք գործել, բանդիտները շուտ էին փախել, այդպես կարող ենք ենթադրել։ Միանշանակ։ Մինչև վերջ ավարտեմ էլի այս մասով։ Եվ այն անձինք, ովքեր որ
մինչև քրեական վարույթով քրեական հետապնդման մասին որոշումներ ստանալը, մինչև մեղադրանք ներկայացնել, ովքեր լքել էին Հայաստանի Հանրապետության տարածքը, այդ անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանմիջոց կալանք է ընտրվել եւ եկեք այս տրամաբանությամբ առաջնորդվենք, որովհետեւ ինչ է նշանակում անձինք հիմա մենք արարքը որակում ենք բանդիտներ, դա երևի ձեր տերմինաբանությունն է, նախկին քրեական օրենսգրքում նման հանցակազմ նախատեսված է եղել բանդիտիզմ, հիմա այդպես հանցակազմ գոյություն չունի։ Մենք նույնիսկ հիմա այս պահին չունենք այլ հանցակազմ, մենք ունենք մեխանիզմ, պարզել ենք այդ մեխանիզմի արդյունքում, որ տևական ժամանակ ըստ էության անձինք խեղաթյուրված տվյալներ են ներկայացրել սպառված գազի վաճառքի հետ կապված, ընդ որում այնտեղ ունենք տվյալներ նաև, որ դա արել են տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ հաշվիչներ փոխել եւ այլն։ Այս մասով մենք օբյեկտիվ քննություն ենք կատարել, պարզում ենք անհրաժեշտ ելակետային տվյալներ ունենք նաև վերականգնումներ եւ այլն, այսինքն քրեական վարույթի բնական ընթացքը միանշանակ ապահովում է, համակողմանությունը ապահովում է եւ հավաստիացնում եմ ձեզ, որ քրեական վարույթը տրամաբանական վախճանի կհանգի։ Նախաքննական մարմինը կասկածներ չէր կարող կանխարգելիչ գործողություն։ Ի վերջո գործ ունենք այնպիսի մարդկանց, որ միլիարդավոր դոլարների հետ են, այսպես ասած, գործ ունեցել։ Կանխարգելիչ քայլ անենք, միջև քրեական գործով կհիմնավորվեր այս մարդկանց մեղքը, թե ոչ։ Ես միգուցե այսպես ոչ իրավաբանական եմ նշում, բայց հասարակ քաղաքացու դեպքում անմիջապես սեկտը կփակեր, անմիջապես նախաքննական գործողություններ կանեն, նա վտանգավոր է, նա հանցագործ է։ Մինչդեռ այս մարդկանց դեպքում գնացինք այնքան եւ արդյունքում մարդիկ արդեն վաղուց լքել էին իմանալով իրենց գլխին ինչ է գալու։ Այս կանխարգելիչ գործողությունները մտահոգիչ է, որ այսօր շատ դեպքերում նախաքննական մարմինների իրավաբանները այդ կանխարգելիչ գործողությունների հետևից չեն գնում։ Միջև դեպքը չի լինում, միջև սպանությունը չի լինում, բայց միջև այդ ասում էր սպանելու եմ, մորթելու եմ։ Միջև չի լինում դեպքը, գործի չեն անցնում։ Այս սա է մտահոգիչը, պարոն Պողոսյան։ Նշեմ Տիկին Մանուկյան, ձեր հարցադրմանը փորձեմ այս կերպ պատասխանել։ Նախաքննական մարմինը կանխարգելիչ բնույթ կրող գործողություններ ընդհանրապես ես դա չեմ պատկերացնում ինչպես կարելի է քրեադատավարական օրենքի ընթացակարգերի շրջանակներում կանխարգելիչ ձեր մատնանշած տերմինաբանությամբ դարձյալ խոսեմ միջոցառումներ ձեռնարկել, որովհետև օրենքը պարզ է, օրենքը ըստ էության բոլորի համար մեկ է, որպեսզի նախաքննական մարմինը հնարավորություն ստանա անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից արգելելու վերաբերյալ պետք է ունենա համապատասխան դատավարական կարգավիճակ ունեցող անձ, տվյալ դեպքում մեղադրյալ, պետք է ունենա համապատասխան խափանման միջոց, տվյալ դեպքում բացակայելու արգելք եւ նոր միայն այդ իրավապայմանների արկայության պայմաններում է լիազորված քննիչը, որպեսզի արգելի սեկտով Հայաստանի Հանրապետությունից ելքը հակառակ պայմաններում եթե չունենա մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ բացակայելու արգելք նախաքննական մարմնի տվյալ դեպքում քննիչի գործողությունները կլինեն ապօրինի։